Կարիճ։ Հենց այս բառով է Թուրքիայի նախագահ Էրդողանին բնութագրում ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալը և Փաշինյանի Էրդողանին վստահելու նրա հետ գործարքի գնալու քայլերը որակում նաիվ։ Est-ce qu'on peut faire confiance au régime d'Erdogan? Արդյոք կարելի է վստահել Էրդողանի ռեժիմին եւ վստահ լինել, որ նա քեզ չի դավաճանի։ Հասկանալու համար բավական է տեսնել, թե Էրդողանն ինչպես վարվեց Պուտինի հետ։ Էրդողանը Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերով խոստացավ զինաթափել ջիհադականներին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ պահել Իդլիբում, նույնիսկ հեռացնել նրանց։ Եվ ինչ արած։ Նա օգնեց ջիհադիստներին իշխանության գալ, այսինքն իր տված խոստման ճիշտ հակառակն արեց։ Մենք այսպիսի շատ օրինակներ ունենք նաեւ մեր աչքի առջեւ։ Օրինակ Էրդողանը նաև դավաճանեց ռուսներին ուկրաինացի գերիների հարցում, որոնց չպետք է ազատ արձակեր։ Եվ ուրեմն Էրդողանը սովոր է դրժել իր իսկ տված խոստումը, ասել մի բան եւ անել մեկ այլ բան։ Էրդողանը կարիճի նման է, որն ինչ-որ պահի քեզ խայթում է։ Մենք չգիտենք երբ, բայց կարիճը անպայման խայթելու է։ Ըստ պատմագիտության դոկտորի, Հայաստանն այժմ գոյաբանական վտանգի տակ է եւ իր շահերից չի բխում որպես առանցքային գործընկեր ընտրել մեկ քաղաքական կենտրոնի, այս պարագայում Արևմուտքին։ Դելվալը հենց սա համարում է Հայաստանի դիվանագիտության ամենալուրջ սխալը։ Պետք է ավելի ճկուն լինել, քանի որ նա համոզված է Հայաստանի աշխարհագրությունը թույլ չի տալիս թշնամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Malheureusement, la Russie, ce ne sont pas des anges. Ցավոք Ռուսաստանը հրեշտակ չէ։ Այդ պետությունը մարդասիրությունից ելնելով չէ, որ օգնում է Հայաստանին։ Նա կօգնի Հայաստանին, եթե Հայաստանը շարունակի մնալ իր արբանյակը։ Իսկ Հայաստանը ցանկանում է լինել իսկապես անկախ, այսպես թե այնպես մշտական ռիսկի տակ է զայրացնելու տարբեր դերակատարների։ Եվ հետևաբար Հայաստանը չպետք է այսպես ամբողջությամբ իրեն նվիրի Արևմուտքին։ Նա պետք է շատ հստակ ուղեր ցղի։ Մենք ուզում ենք բարեկամ լինել Արևմուտքի հետ, բայց չենք ուզում մտնել Եվրոպա եւ ՆԱՏՕ։ Այդ քայլով ազդանշան կտար Ռուսաստանին, որ կարող է լինել չեզոք։ Հայաստանի միակ փրկողակը չեզոքությունն է։ Դելվալի համոզմամբ Էրդողանի պանթյուրքիստական ծրագրի զսպանակը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որն արդեն կոտրվելու ճանապարհին է։ Ըստ նրա, միակ բանը, որ կարող է փրկել Հայաստանը աստիճանական ադրբեջանական գաղութացումից, միջազգային կնքահայրերը, երաշխավորները պիտի լինեն, որոնք զորք կուղարկեն, շատ կարևոր միջոցներ կձեռնարկեն անվտանգությունը երաշխավորելու համար։ Բայց եթե չլինեն Հայաստանի անվտանգությամբ շահագրգռված երկրների երաշխիքները, Ադրբեջանը միշտ ավելին կուզենա, իսկ այդ երկրները նրա կարծիքով միայն երկուսն են՝ Ռուսաստանն ու Իրանը։ L'Amérique n'est pas plus fiable que la Turquie. Այն լուծումը, որը պարոն Փաշինյանն է առաջարկել, ցավոք երազանք է, եվրոպական Էլդորադոն, ՆԱՏՕ-ի Էլդորադոն, ամերիկյան Էլդորադոն։ Այս երազանքը առասպել է, որը կավարտվի ինչպես Վրաստանում, եւ հուսով եմ, ոչ ինչպես Ուկրաինայում։ Իդեպ Ամերիկան ավելի վստահելի չէ, քան Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ դաշինքը չի փրկի հայերին, Եվրամիության հետ դաշինքը չի փրկի հայերին։ Հիշեք, երբ եղավ պատերազմը Վրաստանում, երբ վրացիները ցանկացան մտնել Եվրամիություն եւ ՆԱՏՕ, երբ եղավ պատերազմն Ուկրաինայում։ Այն պահից, երբ ուկրաինացիները 2014 թվականից սկսեցին երազել Եվրոպայի մասին։ Կարծում եմ, որ հայերի համար ամենամեծ թակարդը պարոն Փաշինյանի նախագծին հավատալն է, որը նման է պարոն Սաակաշվիլիին, որը հավատում էր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումներին։ Մենք տեսանք, թե ինչ արժեր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումները, դրանք ոչինչ չարժեն։ Քաղաքագետը պնդում է, պատերազմի դեպքում Արևմուտքը երբեք զորք չի ուղարկի Հայաստան թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կռվելու համար, իսկ Եվրոպայի միակ երկիրը, որը Հայաստանի համար սրտացավ է, Ֆրանսիան է, եւ գործնականում փորձում է օգնել, բայց դրա ծավալները նախ քիչ են, երկրորդ ավելին անել չի կարող։ Ça a été très imprudent. Je pense que la personne qui ressemble le plus à Pachinian, c'est Saakashvili. Եվրամիություն գնալու մասին Փաշինյանի այդ հայտարարությունը շատ անխոհեմ էր։ Այս առումով Փաշինյանին ամենաշատը նմանվող քաղաքական գործիչը Սաակաշվիլին է։ Նա գուցե ազնիվ էր, պայքարում էր կոռուպցիայի դեմ, գուցե անկեղծ էր իր նկրտումներում, բայց Սաակաշվիլին Վրաստանը հսկայական խնդիրների առջև կանգնեցրեց 2008 թվականի պատերազմով, որը նա ի վիճակի չէր հաղթելու։ Ժամանակին Սահակաշվիլին կարծում էր, որ ԱՄՆ-ն կզսպի ռուսներին, բայց դա տեղի չունեցավ, եւ այլ երկրների տարածք Ռուսաստանի ներխուժումներին նույնպես չի միջամտի։ Դա երազանք է։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։